Երկիրը չի կործանվում արտաքին թշնամուց, դա մեկը միշտ մոռացեք, այլ ներսի անպատասխանատվությունից, երբ մարդիկ խոսում են Աստծո անունից, բայց գործում են փչացած խղճով։ Պետությունը տկարում է։ Աղոթքն իմաստ ունի միայն այն դեպքում, երբ քաղաքացու վարքը վեր է հնազանդությունից ու հասնում է պատվի։ Պետությունն ինչպես բանակը չի կայանում աղաչքով, այլ կարգապահությամբ, պատասխանատվությամբ և փոխադարձ հարգանքով։ Թափված աղբը չեղարկում է ամեն աղոթք, ինձ համար ամեն դեպքում, դատող հայացքը ոչնչացնում է ամեն խաչակնքում։ Եթե ուզում ես երկիր կառուցել, սկսիր քո խոհանոցից, քո հայացքից, քո վերաբերմունքից, սա է աղոթքի իսկական դաշինքը։ Ձեր բերանը լի է աղոթքով, բայց ձեր սիրտը թույնով։ Դուք ասում եք, դուք Աստծո ժողովուրդն եք, բայց ապրում եք այնպես, ասես եղել եք, ասես երբեք լույս չեք տեսել։ Ու եթե ուզում ես երկիրդ փրկել, ասա շնորհակալ եմ մեկին, ում միշտ ատել ես, կարող ես։ Համբուրիր երեխայիդ այնպես, կարծես դա վերջին օրն է։ Մաքրիր փողոցը, կարծես այն քեզ է պատկանում։ Ես մեր ազգին գիտեք ինչպես եմ հիմա տեսնում։ Մի ազգ թագավորի ժառանգությամբ, բայց մուրացկանի հոգով։ Մեր լեզուն կրակ է, որ չեն կարողանում վառել լույս, բայց վառում ենք իրար։ Մեր աղոթքները բարձր են, բայց մեր վերաբերմունքն է ցածր։ Մենք ասում ենք սեր կա մեր արյան մեջ, բայց մեր խոսքերի մեջ միայն հեգնանք կա, մեր հայացքը դատող է, մեր ժպիտը պայմանական, մեր սիրտը մուրում է լույս, բայց մեր ձեռքը խլում է միմյանցից։ Ես չեմ աղոթում խոսքերով, Աստված չի բնակվում եկեղեցում, նա բնակվում է քո հայացքի մեջ, երբ դու նայում ես մեկին առանց դատելու ու առանց ատելու։ Ես աղոթում եմ նրանով, թե որքան հոգատար եմ քայլում իմ քաղաքով, ոնց եմ խոսում անծանոթի հետ, ինչպես եմ նայում աղքատին, ինչպես եմ ամոթից լռում ու ներողություն խնդրում, երբ գիտեմ սխալ եմ։ Կարծում ես, թե դա աղոթք է, երբ դու խաչակնքում ես, բայց արհամարհում ես մորդ, հայհոյում ես կնոջդ, հարվածում երեխաների, դա է քո աղոթքը։ Աղոթք չէ, երբ դու մոմ ես վառում, բայց քո ներսում մթություն է, անաստղ երկնքի նման, սարսափեցնող մութ։ Ճշմարիտ աղոթքը դու ինքդ ես, երբ որոշում ես քո էությամբ ոգեշնչել, ոչ թե մղձավանջի նման կեղեքել։ Եվ եթե ուզում ես աղոթք լինել, և եթե ուզում ես իսկական քրիստոնյա լինել, սկսիր քո լեզվից։ Եթե ուզում ես երկիր փրկել, սկսիր շնորհակալություն ասելուց։ Ոչ ոք չի լսում սրբերի մոտ թողած քո աղոթքը, բայց բոլորը տեսնում են ու հիշում են այն հայացքը, որտեղ հարգանք կա, հոգատարություն կա, սեր կա, առանց դիմակների,